Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Աբրահամյան, Նիկոլ Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին, սպառնում է ընտրողներին եւ ասում է, եթե ես չընտրվեմ, սահմանադրական մեծամասնություն չստանամ, ապա պատերազմ է լինելու։ Ինչպես կգնահատեք այս հայտարարությունը։ Աստորեն իշխանության այն հավաստիացումները, որ իրենք խաղաղություն են բերել Հայաստանի Հանրապետությանը, չէր համապատասխանում իրականությանը, որովհետև եթե կար երաշխիք այդ խաղաղության ապահովմանը, կար դրա իրավունքն ու միջազգայինորեն ամրագրված դրույթները, ապա երկիրը կմտներ կայուն զարգացման հուն եւ մենք ստիպված չենք լինի նման ջրբաժանի առաջ կանգնենք։ Իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը նաև խոստովանում է, որ իր իշխանության վերարտադրությունը ապահովելու համար պատրաստ է ամեն ինչին, Ադրբեջանին նաև Հայաստանի դեմ գործողությունների հրավելու համատեքստում, միայն թե կարողանա ներքաղաքական պայքարում իր առավելությունը ապահովել այդ process-ներում։ Իրականության մեջ հասարակությունը ժողովուրդը տեսել է այս 8 տարվա ընթացքում, ով է մեր երկրին բերել պատերազմներ, ով է բերել հազարավոր կորուստներ, ով է բերել այս դժբախտությունների չվերջացող շղթան, եւ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը որևէ շանս չունի խաղաղություն բերողի համբավ ձեռք բերելու, առավել եւս այն կապիտալիզացնելու համար։ Պարոն Աբրահամյան, ճիշտ է հասկացա, որ ասցիք, որ սա հրավեր էր Ալիևին։ Միանշանակ, երբ որ Հայաստանի իշխանությունը ասում է, որ եթե ես չլինեմ պատերազմ կլինի, ավելին ժամկետներ է դրա համար ներկայացնում, ըստ էության շանտաժի է ենթարկում սեփական ժողովրդին, հատկապես որ սրան նախորդել է Բաքվից եւ Անկարայից նաեւ հայտարարություններ ուղղակի եւ անուղղակի առայն, որ իրենց համար ամենահարմար տեխնացուն պաշտոնավարումը շարունակելու համար հենց ինքն է Նիկոլ Փաշինյանն է եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունը ընտրական process-ներում մասշտաբային մանիպուլյացիաների գնալու, սեփական ժողովրդին սպառնալու եւ դրանով իսկ ընտրական process-ներում իր համար հաջողություններ արձանագրելու համար։ Պարոն Աբրահամյան, իսկ ինչ է կարծում, նման հիմքեր կան այնուամենայնիվ պնդելու, որ հնարավոր է նոր սեպտեմբերյան պատերազմ աշտանա, այսինքն նման հայտարարության համար, նման պնդման համար պետք է որ բավական այսպես ծանրակշիռ ունենալ փաստեր եւ փաստարկներ, իդեպ նաեւ Ալեն Սիմոնյանն ասում է, բա որ ընդդիմությունն այդքան ասում է պատերազմը, ինչի իրենց չեք հարցնում այդ որտեղ է պատերազմը, իսկ Փաշինյանը հայտարարում, սրանք նույն բաներն են, ճիշտ զուգահեռներ են։ Անկեղծ ասած, ով խոսում է պատերազմի կամ որևէ դրվագի մասին, իրեն դրա մասին պիտի խոսել։ Ես իշխանության ներկայացուցիչների այդպես հախուռն արած հայտարարությունը մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում։ Ես պատրաստ եմ մեկնաբանել այն, ինչ որ ես եմ ասում, կամ մեր քաղաքական կուրսն է դա արձանագրում, բայց իրավիճակը այն է, որ մարդիկ համեմատության մեջ են, չէ՞, դիտարկում իրավիճակը, երևույթները, մարդկանց առաջարկներն ու խոստումները։ Հիմա այն իշխանությունը, որ 2018-ին անկախ Արցախ էր խոստանում, կամ 19 թվականին Արցախը Հայաստանի ամբողջականության շրջանակներում ենթադրող հայտարարություններ անում, այսօր բոլորս համոզում է, որ այդ ամեն ինչը մեր հետ տեղի չի ունեցել եւ իր դիրքորոշումը, որը փոփոխության է ենթարկվել, սուտ իրողությունների բերումով է եղել։ Հիմա այդ նույն իշխանությունը վաղն էլ գալու է խոստում է տալու այսօր խաղաղության, վաղը գալու ասի, գիտեք, ես զգտել եմ խաղաղության, բայց չի ստացվել դա այդ խաղաղությունի մոտ, հո մենք մեղավոր չենք։ Դրա համար սա ենք զիջել, այսքան մարդ է զոհվել եւ այլն։ Եվ ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցների ասած, հատկապես խաղաղության մասով խելամիտ է եւ դա կարող է հանրությանը համոզել, որ խաղաղության երաշխավորը կամ երաշխիքը Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու մեջ է։ Պարոն Աբրահամյան, եթե կարելի է նաև իր շրջայցերի մասին ժամանակ առ ժամանակ պորտկումներ է ունենում, մետրոյում միջադեպը տեսանք եւ ոչ միայն, սա ինչի դրսևորում է։ Գիտեք, կան բաներ, որոնք ծրագրավորած են եւ կոնկրետ քաղաքական տեխնոլոգիաների դրսևորումներն են։ Կան իրավիճակներ, որտեղ նա ուղիղ արտահայտում է իր էական էությունը, մասնապես մետրոյում արցախցի կնոջ երեխայի հետ տեղ ունեցած դրսևորումը, ակնհայտում է Փաշինյանը դուրս եկավ սցենարից,
ցույց տվեց իր իրական դեմքը, ցույց տվեց իր վերաբերմունքը մեր ժողովրդի տարբեր հատվածների նկատմամբ, ցույց տվեց թշնամություն, ատելություն դրսևորելու իր մոլուսկը, որը հաջորդի օրերին արտահայտվեց իր հետ աֆիլացված լրատվամիջոցների եւ անձանց հակաարցախյան հայտարարություններով եւ իրավիճակը, երբ որ գնահատում ես քարոզարշավի կամ քարոզարշավից դուրս, կարծում եմ Նիկոլ Փաշինյանը տարբեր դրվագներում իրեն ամբողջության մեջ ինքն իրեն մերկացրել է եւ քաղաքացիին հնարավորություն է տվել գնահատելու տարբեր ճգնաժամային, ոչ ճգնաժամային խաղ եւ պատերազմական իրավիճակում ում հաստատ պետք է մերժել։